Ռուսի մեզ հերթական թողարկումն է։ Ինչպես եւ միշտ, որ ասում եմ, վսա սեմիավ զբորը, Պարնաբազյան, Վայ Ղազարյան, Հաչելի Մարտ, Արգիշ Քարամյան, Անդոյ։ Ռուզիկ, Եկրանային գրասենյակի ներկայացուցիչ, Քրիստիկ։ Հանդիպանը ներկայ է նաեւ Շուշան Պետրոսյանը, Արաքել Մովսիսյանը եւ ուրին եղբայր տղա Շմայսիգը։ Քրիստինե Հալաջան, ներսրաբերեք այսօրվա մեր հյուրերին։ Так, փորձենք հասկանալ մի րոպե։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, Արշակ Հակոբյան։ Այդ երկու աղբեկը նստում են Մալչիկ պայմենի Սասունի կողքը։ Դրանք այդտեղ է դուրը փագեք։ Так։ Այդ մեջի դուրը փագի Քրիստիկ։ Так։ Պաշտպանության նախիրար Սուրեն Պապիկյան։ Խաչատուր Սուքյասյան։ Այտագրզոյ։ Կանադառնանք Կրթության գիտության նախարարությանը, հրավիրեք ներս այդ Դումանյան բոզիտողում, մի քանի թեմաներով, նաև բանը Բրյուսովի, Ռոբերտ Քոչարյան և Տիկին Սիրուշո, կամ ոնց որ ընդունված ասել, անցեք վերընկեք։ Ահա, Մադամ Էլիզաբեթ, համեցեք, Так. Շուշան Պետրոսյանը ստեյան։ Ինչ ես Քաբախյան ունը։ Ձիվա և քրեզի օբյեկտների հետ կապված վելո բոզի տղա։ Թոգավ։ Էդ է դրան էլ ես նստսեմ գյոթնոց, արժակի կողը։ Արժակ ծծրա։ Այսօր դու առանձնահատուկ ֆունկցիա ունես։ Կյոխի դրա ու դրա կնգաբելան, դրանք սիրում են գրպավուխա։ Ամենախելքով մարդ և քաղաքական գործիչ, Տիգրան Գրիշայի արձականցյան, ապլաուս, մտնես, մեհարապուրված կերպար, մի մոլորվի, ընդ գնա նստի։ Так, սա դրենք են, ես են, Նիկոլի աշխատակազմ դթումնի, Всё, ըստ հերթականության սկսենք անդրադառնալ։ Նախ մինչև սկսելը շատ հետաքրքիր նորություն տեսա Աբովյանի քաղաքապետն Էդոյ եւ են Ավետ Բարսեղյան ուզում են գրել Աբովյան քաղաքի հիմն։ Այնտեղ աշխատասենյակ, մարդիկ աշխատում։ Ես կուզեմ հասկանամ։ Это ախշերուզիկ Աբովյանի քաղաքապետը դու ճանաչում ես։ Ես կուզեմ իմանամ, այդ կրուտոյի տաղանդնա դրա վրանի չէ, Աննա Պախմուտովա, այդ Արարո Բաբաջանյան, այդ լավ են անում հիմն են գրում, պրոստը ես մի պայ այդ նկարը տեսա, այնտեղ համատեղ ինչի վրա են աշխատում չգիտեմ, բայց ուզում եմ հասկանամ, Էդոսուր, երաժշտությունն ուր, ես այն մարդ բանից պարզում եմ, բավականին տաղանդավոր ժողովուրդ են աղջի, դու գիտես, չգիտեիր, ես չգիտեի, են այմացա զարմացա։ Եկ անդրադառնանք ըստ հերթականության։ Նախ մի անգամից որպես լուր ասեմ, որ Հայաստանի Հանրապետություն դիտորդական առաքելությամբ հայ-ադրբեջանական սահմանի գծի հետ ժամանում են կուլտուրական ժողովուրդ Եվրոպայից։ Ռուսական կողմը նեղվեր է, ասում եմ մենք էլ օտեգաբեից ենք մարդիկ տալի, բա մեկը չկասի աղբարկաղ, բա տալիս է ժամանակին տայր, մեռանք ես 4-3 տարյա Ադրբեջան ու Հայաստան իրենանեմ կուկուլալա, բա ժամանակին տայր, հիմա էլ Մարիա Զախարովան, աղջի, էդ էլ ընդեղի եկնային գրասենյակն է, գիտեիր, կիսով, հիմա էլ ենիա մեյդանել է, ասում է էկերեն, մտերեն, կուզեն խորնեն, մենք էլ ենք դիտորդներ ղրկում, բաղագարկա ղրկ էի ժամանակին, ճիշտ չի։ Այդ էլ ենքան, որ ձերը հետ անդրադառնում ենք,
Հանրային ձայն հաղորդաշարը ուրեմն որոշել է անդրադառնալ Կարեն Գևորգյանի խնդրին, որը բնակվում է Նոր Քմարաշ 11 փողոց 26 տուն, գրի անդոմ։ Նոր Քմարաշ 11 փողոց 26 տուն։ Ինչպես գիտեք, կա տես մի անձնավորություն, հենա վերանգած, Խաչատուր Սուքասյան, որը որ զավթեր է այդ մարդու տան ճանապարհը։ Մենք մի անգամ այս թեմային անդրադարձել ենք, այնտեղ $66,000 պատմություններ եւ այլն։ Հիմա ուրեմն խնդիրը նորից կա, ուրեմն մարդը ինչ կարգի աղբի տղա պիտի լինի, որ հանուն իր ճանապարհի եւ այլի 60 տարվա պոպոկի ծառը կտրի։ Գրոզո, տես որ ես ասում եմ դու բոզի տղա ես, դու ասում ես նետ։ Ես ուզում եմ հասկանամ, քո ձեռը ինչ խա գնացե 60 թվի տեղադրած պոպոկի ծառը, այդ որ մի պորնեկի ծնունդն է կտրի այդ ծառը։ Ոչ կտրի այդ մարդու ճանապարհն էլ բանը փակել ես, հիմա այս մարդիկ բողոքում գանգատում են, բայց ամենահետաքրքիրը նա է, պարոն Աբազյան, որ 32, ուղիղ 32, ոչ 31, ոչ 33, ոչ 30, ոչ 30,000 չեմ տա, $32,000 գումար տվերա Խաչատուր Սուքասյանը, հետաքրքիր է, որ Մայկա Տրուսիկ չի տվել։ $32,000 տվել է Ավինյանին, որպեսզի Ավինյանը օրինականացնի Նոր Քմարաշ 16 փողոց 26 տան, այսպես ասած, ճանապարհը փակելու ապօրինի այդ պոռնակությունը։ Ես որ ասում եմ Ավինյան տիկո բոզիս տղա տիկո, ասում են որոշակի թաղապետեր զանգամ, ասում են Ղուկասյան ջան, ախր Ավինյանը լավ տղա է։ Դարի մի ասավոս կարա Ավինյանը ալնի լավ տղա։ Դրան գումարած, ես ուզում եմ հասկանամ, այդ բանը մարդկանց, ընկեր գրզո, այդ Կարեն Գևորգյան ընտանիքի, դու ինչ-որ որպես փոխհատուցում այդ ուղարկել ես Նասկի ու Մայկա։ Ես ուզում եմ հասկանամ դա քո մոտ ժառանգական է։ Մի անգամ էլ դու Աշոտյան կա, որ բառը մեն Աշոտյան սիկտիչ։ Աշոտյանից ծնունդին ուղարկել ես գալստուկ ու սարոչկա Ալեն Սիմոնյանի միջոցով։ Էն էլ իջել էր շքամուտքի մոտ ստացել էր այդ գալստուկն ու սարոշկեն, բայց ասեմ քեզ իմանաս, ըսկի ոչ էլ Աշոտյանը դրանք հակել է։ Աշոտյանը իհարկե էդի տարի նվերատվե ուրիշի մի հատ Grand Candy ռեկլամեր, ինչի ռեկլամեր, որ մոմա վրեն կա թմասաղիտաներ, օ բանակալամ է։ Այդ տոշնի այդ ձև քո նվերները ոչ մեկի դու եկա օլիգարխ մարդ։ Մայկա Տրուսիկ ես գրգում նվեր այդ տղա։ Հա բան փոխհատուցում եւ այլն։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը Մայկա Տրուսիկ է ուղարկի քո կալիբրի մոտ, ես շատ քիչ կներողանամ, շատ հասարակ մարդիկ դաժե, շատ ու շատ հասարակ։ Երբ որ Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն էր, բանկային քարտեր էին նվեր, պետք ուղարկը մեջը գումար։ Եթե դրա ձևը չգիտես, ասեմ քեզ իմանաս։ Դու մարդու տուն տեղ դրե այդ արել ես բանը մորմեշ ու բան ես գրգա, Մայկա Տրուսիկ։ Եվ ես շատ հետաքրքիր ձևով իմացա, որ Կարեն Գևորգյանի գործի շահերի պաշտպանն է Քոչարյանի փաստաբան Վարդևանյան Արամը։ Մալադես Վարդևանյան Արամ։ Այստեղ ես կուզենամ, որ Արամ Վարդևանյանը գրզոյին ծծցնի, բայց Տրուսիկով։ Դու սիրում ես Տրուսիկ։ Խերը Տրուսիկի մեջ կողի պերանդ։ Ատես գլգլգլգլգլգլգլգլգ։ Անեց, հետո վերջում են, հետո տրուբեք պայթեն լսվեն բենիք մեջ։ Մայկա Տրուսիկա գրգան։ Հետաքրքիր է, Արամ Վարդևանյանը գյոթի գնացած կա, Քրիստիկ ինչ ասեմ եկնային գրասենյակը, հələ մե հարցրա, եթե չէ, գրգա։ Ղախպարկղ, բարիս ամենաբուն իմաստով, ղախպատար անոտ, Մայկա Տրուսիկ, Աշոցյանը հաստատ գյոթի գնացել է, Աշոցյանին էլ գրգի սրա մոտ, թոմյատ էլ Աշոցյանս դուբլ օլիգարխ ծծցնի, ձիրշովկա, Քանի որ գնաց խոսք, այսպես ասած նվերներից եւ այլը, պարոն Աբազ, ես ուզում եմ մի հետաքրքիր թեմայի անդրադառնալ, որը եւս նվեր է։ Ուրեմն գոյություն ունի Քաջարանի պաղանձամոլիբդենային կոմբինատ։ Այդպես բան կա։
Ուրեմն բացի այդ, դե գիտեք, ես պետականա, ես մասնավորը շիշ բռնողնա 5% եւ այլն, ես մարդամեկին խնդրել էի ինձ ասել, ովքեր են այդտեղ բաները, բաժնետերերը, հələ միջեմը պիտի զանգի ասի, հիմա որ բռնեմ թռնեմ դեմքին, պիտի անմիջապես եթերից հետո զանգի ասի, ախրան չես մեզի բան ասեմ։ Ասել էի, մի հատ էլ այդ մարդու ցածրա, ինձ էլ ասա այդ կուլտուրական կերպարից, ով ինչքան տոկոս ունի, հələ զանգ չկա, ձեն չկա միջև հիմա։ Գետի մեկ, ես հետո բնկանեմ, կանդադառնամ։ Ինչևից է, գիտեք, որ 20 քանի տոկոսը պետությանն է մնացած սրա, ասիկն կա տնօրենների խորհուրդ։ Հիմա գոյություն ունի հասարակական կազմակերպություն, որը կոչվում է բարեգործական, նաև հանրային դիվանագիտություն։ Madame Elizabeth, stand up, my աղբիկ։ Ուրեմն այս հանրային դիվանագիտություն բարեգործական հակը գտնվում է շատ կուլտուրական տեղ։ Սայրան 24 տրոպիկ, խնդրում եմ գրեք։ Այն մարդիկ, որ գալում են հանրային ձայն ասում են, կատեի փող ենք ուզում, ռենտգենի փող ենք ուզում, ծննդաբերության փող ենք ուզում, պրոթեզի փող ենք ուզում, խնդրեմ, գրեք Սայրան 24 տրոպիկ, կոչվում է հանրային դիվանագիտություն։ Ես չգիտեմ, սա ինչ կազմակերպություն է, ինչ խորհուրդներ պիտի տա Արաբատ Միրզոյանի հիմնարկին, ԱԳՆ-ին, բայց այս հանրային դիվանագիտություն հակը, հարգելի ժողովուրդ, բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է ստանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Ես խնդրեմ Telegram ոչմ կանալում այդ թղթերը չպցնել, նաև YouTube-յան էֆիրի ժամանակ։ Ուրեմն նայեք, եւ գոյություն է մի հատ էլ հիմնադրամ, որը կոչվում է Լուիս։ Ուրեմն, Լուիս հիմնադրամ 2017 թվականին ստացել է 650 միլիոն դրամ։ Չի դադարում Լուիս հիմնադրամի ֆինանսավորումը նաև հիմա։ Գոյություն ունի այս ասած հանրային դիվանագիտություն հակը, որը պատկանում է, այսինքն ամբողջովին սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ 2017 թվականին այս ընկերությունը ստացել է 435 միլիոն դրամ։ 2020 թվականին Քաջարանի մոլիբդենի կոմբինատի ստացել է 420 միլիոն դրամ։ 2021 թվականին Աբազ ստացել է 401 միլիոն դրամ։ Այսինքն այս հանրային դիվանագիտություն Մադամ Էլիզաբեթի հիմնարկի համար բան չի փոխվել։ Նիկոլնա, Սերժնա, Ռոբիգնա, որ մի խռեգալոխնա, կապ չունի։ Այս մարդը ստաբիլ տարեկան $1 միլիոն ստանում է Քաջարանի մոլիբդենի կոմբինատից։ Հիշեցնեք, որ դրա 21% հատուկ բացատրում եմ զոմբի բոզի տղեկի համար, որ դրա 20%-ը եւ ավելի գտնվում է պետության ձեռքում։ Այսինքն, պիտի լինի տնօրենների խորհուրդ, դա ասես նստելու են ոնց որ հիմա մենք, պրոստը աբազը ներկայացնելու է, ասենք, չգիտեմ, հիմա ում ես ներկայացնում, ոչ ոք ռուսներին, հաճելի մարդը ներկայացնում է Նիկոլին, այսինքն մեկը շիշ բռնողին, ես էլ պետությունն եմ ներկայացնան։ Ու նմա բան, քվեարկություն։ Համաձայն ենք արդյոք $1 միլիոն կտրել մեր բանվորների քիթուպենից եւ տալ Madame Elizabeth, որի հանրային դիվանագիտություն բարեգործական ընկերություն է։ Ագար կա, ուզում եմ հարցնեմ, ինչ ես արել դու, հաճելի մարդ։ Մի անգամ եղել է գնա քլստուգեք, այս հիմա, լավ, հիմա մի դասեք մոլիբդենն է, մեկ մոլիբդենի չեմ կարող առնել, բայց այդտեղ քո պետության ներկայացուցիչը կողմա չէ, քվեարկե որ այս ագարկեկին փոխասի $1 միլիոն։ Սրան, Լուիսին։ Բայց հիմա թելեք գնացեք տեսեք սրանց բարեգործությունը ո՞րն է։ $1 միլիոն փող եք տվել, ինչ են արել, պրոթեզ են արել, էս են միտինգ են ֆինանսավորել, հա, էսի Լուիսը, որ գան բորան, Ռոբերտ նախագահ։ Հետաքրքիր, մի հատ է միամիտ մարդ գրել է ընդդիմությունը պայքարի դուրս չի գալիս։ Եղբայր, ընդդիմություն գոյություն չունի, որ մի հատ է պայքարի դուրս գալ։ Եթե քո հույսը պարլամենտական ընդդիմությունն է, դու չարացած սխալվում ես։ Պարլամենտական ընդդիմությունը պետական հիմնարկից կամ կիսապետական $1 միլիոն փողաստանը որի չանի, պարոն Ավազ։ Բայց դու ասում եք բանակում փող չկա։ Նիկոլ Ղախպենել մի 10 օր առաջ ինտերվյու ատալում այդ բոզի տղեն հանրային ձայնով ասում է բանակը ոչինչի կարիք չունի, ֆուլ է, մեր բանակը Ավստրիայի բանակն է, բա մեկը չկասի, բոզի ստղա, հələ մի հատ հելի գնա Վարդենիս, տեսել է ինչով է բանակը խրամատ փորում, լապատկա ու քլունք չունի, զինվորը բացոտ հայա քնում, հողի մեջ, համակերպվում է
ապագայում գերեզմանում ապրելու process-ին։ Ու աղբի տղեն ասում է բանակը խնդիր չունի։ Այդ դու այդքան հակաօդային պաշտպանության միջոց ունես, տանկեր ունես, պարազենություն ունես, ինժեներական տեխնիկա ունես, հա։ Այ բոզի տղա։ Ու ոչ մեկ չի ասում, լավ, մոլիբդենը $1 միլիոն սրան ամեն տարի խիա տալու ես Մադամ Էլիզաբեթ։ Ու սրա բարեգործությունը ուր է հաճելի մարդ։ Համը գնացեք ստուգեք։ Եվ այն ժողովուրդը, որ գալիս են հանրային ձեն, մեկ եք հանրային ձեն, հարգելի ժողովուրդ, մենք $1 միլիոն ոչ մեկից չենք ստանում։ Գնացեք Սայրան 24-րդ փինգ, ձեր բողոքներով, գանգատներով եւ հարցերով։ Ասեք, գիտեմ, ես հայապետ, նայապետ, չգիտեմ, կատեի փողապետ, չգիտեմ, դեղի փողա։ Գնացեք Մադամ Էլիզաբեթից ուզեք, $1 միլիոն ես ագարքեն ինչ անեմ։ Վահեի կնիգը, պատգամավոր։ Գրի։ Ինչի վրա են ծախսել։ Ես Սուրմալուի փողը տամ։ Ես ոչ իմ Ղարաբաղի այդ բանը ասեմ տունը վառեք տուն եմ տալեմ եւ այլն, բայց $1 միլիոն սանք ստանալ։ Հա, երրորդ, չորրորդ անձը որ տունը վառել էր, տուն չուներ։ Տուն տվերա։ Շուշանի դալոն ծածելա։ Դրեք ծածրեք։ Քետրինի Միրան, բան, ինչ որ 15 հատ անշարժ գույք Քետրինի Միրան, 15 շոյ հատ անշարժ գույք Քետրինի Միրանը մենակ մի հատ փողոցի վրա ունի, Ամիրյան։ Մի հատ ժողովուրդը դրել եք էշիտեղ, թե Քետրինի Միրանից 15 հատ անշարժ գույք եք բռնում եւ փող կապակցված։ Տեսեք ինչքան շատ է։ Այդքան անշարժ գույք մենակ Ամիրյանի վրա ունի, ասում եմ։ Ձեր ասած Քետրինի բանը Միրանը։ Էսա, ինֆորմացիան եկավ Անդոից, ասում է Սուլեյմանյան Արմանի հետ ծախսում է Էլիզաբեթը։ Ինչ կապ ունի թե ում հետ։ Ծծրեք։ Իմիջալոց, Շուշան, աղջի, ես քո հետ կռիվ ունեմ, հիմա լանցնեմ քեզ։ Դու եկա ժողովրդական երգչուհի, արտիստ։ Ես հիշում եմ, որ գալը մեզ, իհարկե ոչ գեղեցիկ գարդերոբով, բայց համենայնդեպս գալը մեզ, որ քի համար երգը մեզ, խոսում էի բանակաշինությունից, ասում ես թույթան, կռվեն, երեխեքը սաման պահեն եւ այլն։ Լավ ես անում։ Դու ունես երկու որդի։ Մեկը անչափահաս, մեկը չափահաս։ Չափահասը բանակից ազատվեր է։ Ինչ որ առողջական խնդիրներով, չեմ ուզում խորանամ, վերցնեմ դնեմ։ Մյուսը անչափահաս, Գևորիկա, Գագուլիկա, չեմ էլ հիշում անունը, ոչ մի կարևոր գեյով է։ Դու խաբար ես քո երեխեն ինչով է զբաղված։ Դու խաբար ես, որ քո 14 տարեկան տղեն կոնկրետ դարել է նարկոման։ Դու խաբար ես, որ դասի ժամանակ քո տղեն նստում է ուղեղը անջատած, յա կա, յա չկա, կոշով տվել ուղեղը տարել է։ Դու ինչով ես զբաղված եկանիք։ Ոչ ասեմ, թե համերգների մեջ ես, ոչ գաստրոլների մեջ ես, քո տղեն, որ մինչև գիշերվա 3-4-ը, այն մատենադարանի կլուբների տակ ուղեղն անջատած, քթերը քաշած, ընկած դիվանի վրա ճղմայան։ Դու խաբար ես, որ քո տղեն նարկոման է։ Թե քեզ չի տակրել։ Հիմա, եթե դու հանկարծ կասկածում ես իմ բառերի վրա, վեկալում ես բջիջ ձեռը, տանում ես ավան, նարկոդիսպանսեր, կամ ուրիշ անունազգոնով հանձնում ես անալիզ։ Ու դու կտենաս քո տղու այրան մեջ, այնքան նարկոտիկ կա, թոբատե հբլոյի թոր ասոյի այրան մեջ այնքան պլան կար հոկտեմբերյան։ Կոչվում ես մայր։ Ես քեզ պիտի ասեմ, որ քո երեխան դառնա նարկոման։ Հա։ Անամոթ։ Մարդիկ ահազանգում են Էժմիածնի զինկոմիսարատի վերաբերյալ Բայ Ղազարյան եւ պարոն Աբազ $500 ասում բան են տալում ասրոչկա Երանսա հավաքների դրած կոնվեյները որ աշխատում է Էժմիածնի վայնկոմը դու չգիտեմ այս ինֆորմացիան ինչքանով է ճիշտ անդոս ստուգեք դուք փող եք ստանում ես չէ Իսկ փող չկա գա Փորձենք կապնվել
կրթական մակարդակի զանգերի հետ։ Սկսենք հայոց լեզվից։ Ուրա։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ես կխնդրեմ մի փոքր բարձր խոսեք։ Ես զանգահարել եմ ձեզ կապված հայոց լեզվի ուսուցիչների ատեստացիայի, այսպես ասած, process-ի հետ, որտեղ պարզվել է, որ կային բավականին թերություններ։ Ես կուզենայի, որ դուք մի փոքր ավելի մանրամասնեք որպես մասնագետ, բայց մի փոքր ավելի բարձր ձևով եւ ձայնով եւ հուսանք ընկեր առողջապահության նախարար Դումանյանը ձեզ լսում է։ Շատ լավ։ Բարի երեկո եւ ձեզ եւ բարի երեկո հարգելի լսարան։ Ես Քնարի Փարոյանն եմ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ունեմ 35 տարվա աշխատանքային փորձ։ Պարոն Ղուկասյան, այսօր ես մի քիչ բարձր խնդրում եմ։ Իմ անունից, այլև հանրապետության հայոց լեզվի շատ ուսուցիչների անունից, ովքեր մասնակցել են կամավոր ատեստացիայի։ Տիկին Քնարիկ, մի քիչ բարձր։ Նախ բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հաշտակ եք տրամադրել մեզ մեր մտահոգությունը լսելու։ Դուք այն մարդն եք, որ բոլոր հայերի դարձ ու ցավով ապրում եք ու լսում եք։ Շնորհակալություն ձեզ։ Խնդրեմ, անցեք բուն թեմային, բայց բարձր։ Ասեմ, ուրեմն մենք ողջունում ենք, կոնկրետ ես երկու ձեռքով ողջունել եմ կրթության, նախարարության, ձեռնարկած աշխատանքը, անցկացնել կամավոր ատեստացիա, հրաշալի բան է, բրավո, կեցցեն։ Այս տարվա սեպտեմբերի 17-ին անցկացվեց ուսուցիչների, երկրորդ անգամ անցկացվեց ուսուցիչների կամավոր ատեստացիան հայոց լեզու առարկայից, ինքս մասնակցել եմ վաստակելով մարդիկ միավոր։ Ասեմ, որ թեստը բարդ էր, ծավալուն, բայց եւ բավական հետաքրքիր։ Կոնկրետ որն է մեր խնդիրը։ Թեստը անցկացնում է այս նախաձեռնությունը անցկացնում է գնահատման եւ թեստավորման կենտրոնը ԿՏԿ-ն եւ այս տարվա հարցաշարում եղել է այսպիսի հարց, կոնկրետ հարցին եմ անցնում։ 18-րդ կետում եղել է գտնել, երրորդ ենթակետում եղել է գտնել գրել այն նախադասությունների համարները, որոնցում կա փախադրյալ ստորոգյալ։ Մասնակցում են ինչ եմ ասում։ Եվ նախադասություններից մեկում եղել է հաղորդակից պիտի դարձնի ստորոգյալը, որը գրեթե բոլոր ուսուցիչները ընդունել են որպես պարզ ստորոգյալ եւ շատ ճիշտ են արել։ ԿՏԿ-ն մեզ ուղարկել է Աղայանի բացատրական, արդի հայերենի բացատրական բառարանը որպես ուղեցույց։ Կոնկրետ ասում եմ, Աղայանի բացատրական բառարանում հաղորդակցել բառի երրորդ մասնությամբ տրվում է հաղորդակից դարձնել հարադրավոր բայը։ Ես կխնդրեի մասնագիտական տերմինների մեջ շատ չխորանալ, դուք անցեք ավելի կարճ բուն թեմային։ Այո, ուրեմն հարադրավոր բայ է, որ այստեղ գործածված է իբրև պարզ ստորոգյան։ Բողոքարկման արդյունքում հանձնաժողովը մենակ իր կարծիքն է թելադրել, սևով սպիտակի վրա, չգիտես ինչ մտերմացնելն է գրել, մտերիմ դարձնել, որը հարադրավոր բայ չի դիտում Աղայանը։ Ես հիմա ուզում եմ կոնկրետ դիմել Ժաննա Անդրեասյանին։ Հուսով եմ, որ ինքը լսում է։ Ժաննա Անդրեասյանը Պետրոսի կնիկն է։ Այո։ Տիկին Անդրեասյան, ձեր խնամքից գեստը բոլորի վրա հավասար պիտի տարածվի։ Ֆեմիդայի կշերտը ձեր ձեռքին պիտի լինի։ Բայց այս պահին դուք քաջատեղյակ եք Facebook-ում կատարվող խաշամուժի մասին, այս թոուփոյի մասին եւ չգիտեմ ինչու իջել եք հատակը մինչև անցնի վտանգը։ Նույնությամբ արեցին անցյալ տարի, պարոն Ղուկասյան, անցյալ տարվա ուսուցիչները կհավաստեն, որ հարցրել էին հղի բառը համանուն, արար աշխարհը կարող է ասել, որ հղի բառը ունի համանունություն։ Իրենք բողոքարկման արդյունքում, ես ասեմ, անհիմն պատասխան էին տարբեր ուսուցիչների ուղարկել, ես միայն այս տարի եմ մասնակցել։ Ասելով, որ մասնակիցները հասկանում են, լիակատար են պահանջը, իսկ ձեր պահանջի մեջ դա երևում է, լիակատար է, բառային է, բառաքերականական է, հղին, պարոն Ղուկասյան, դուք մասնակից չեք, բայց որ ես մասնակից չեմ, ես հղի բառի մյուս բանն եմ ուզում լսեմ ձեզանից։ Հիմա նայ, ուրեմն
դա հղել բայ ըղձագանաբարնին եւ գլխաբարը հղի որպես ածական։ Իրան նշանակ իրենք պահանջել են, դա համանուն չունեն, ունի համանուն հղին, մինչև վերջ իրենց վրա չկարողացան։ Իսկ կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարությունը ձայն բարբարո հանապատի նրանց չգենտարկեց պատասխանատվության, նույն բան անում են այս տարի։ Տիկին Ժաննա Անդրեասյան, եթե դուք սրտացավ եք ուսուցիչների նկատմամբ, ապա խնդրում եմ առավոտյան հրավիրեք մայր փուլի լավագույն դասախոսներին, Աբովյանի համալսարանի դասախոսներին հրաշալի դասախոսներ ունեն եւ հարցնեք այդտեղ հաղորդակից պիտի դարձնի բարձ ստորոգյալ է, թե Բաղադրյան ստորոգյալ է։ Լսեք նրանց կարծիքը, գուցե ուսուցիչներն են ճիշտ, գուցե չէ, 100% ուսուցիչներն են ճիշտ։ Պարզապես այս մարդիկ, այս հանձնաժողովը չի թանգանում իր գրագիտության փառքի պատմությանը ուսերից բարձր։ Այնտեղ ինչ-որ մի հատ տիկին կա, Միրցա Հալաջյան, հա, Հալաջյան։ Միրցա Հալաջյանին պիտի խոսքս ուղղեմ։ Տիկին Միրցա Հալաջյանին պիտի ուղղեմ, որ ոչ մի դեպքում ինչ ուզում է լինի, իրենք սխալ լինեն, սպրտում ունենան, ոչ մի դեպքում իրենք չեն ընդունում։ Պարոնյանն ասում է սխալ գիտակցելը, խոստովանելը մեծ քաջություն է։ Այնտեղ կա նաև այդպիսի հարց են իրենք դրել։ 11-րդ կետում բոլոր մասնագետները հիմա ինձ հետ համակարծիք կլինեն, խաչակրած արշավանքներ։ Եթե դուք, այսինքն որոնցում սխալ կա, ու փոքրատարով են գրել։ Հետո փոխակերպման արդյունքում իրենք առաջարկել են։ Պետք է անպայման մեծատարկվի։ Նախ դուք Աղայանն եք ուղարկել մեզ համար ուղեցույց։ Աղայանում գրված է խաչակրած արշավանք։ Ես չգիտեմ հանձնաժողովը գիտի, որ պատմության մեջ 18 անգամ խաչակրած արշավանք եղել։ Բայց դուք ասել եք ուրիշ ոչ մի բառարան չենք ընդունի։ Ես 8 անգամ մարզային օլիմպիադայի նախագահ եմ եղել, հենց այդ հարցը դրել եմ, բայց խաչակրած արշավանք եմ գրել, որպեսզի փոխակերպման արդյունքում հանգիստ կարողանամ ներկայացնել փոխակերպողին Աղայանի բացատրական բառարանը։ Իրենք ասում են, իսկ ինչու եք ընդունում, պարոն Ղուկասյան, այսպիսի բան դասել եք, իսկ ինչու եք ընդունում Աղայանի բացատրականը, դա ապացույց չէ, որ հարադրավոր բայ հաղորդակից պիտի դարձնին։ Ապա տիկին Միրցա Հալաջյան, եթե մենք Աղայանի բացատրական բառարանը չընդունենք, ասացեք խնդրեմ, որտեղ է գտնվում ձեր բառարանը, որ գրախանութում, որ դարակում է գտնվում, որ մենք գնանք առնենք եւ դրանով առաջնորդվենք։ Ես ոնց հասկացա, ձեր պահանջը հետևյալն է, որ ձեզ, այսինքն որպես վաստակավոր ուսուցիչ եւ մնացած մասնագետների հայոց լեզվի եւ գրականության Պետրոսի Գնիգը հրավիրի փոխնախարարի աշխատասենյակ եւ դուք այնտեղ բացատրեք, որ Միրցա Հալաջյանը սխալ է։ Հաղորդակից պիտի դարձնի, բարձրօրյալ է, թե ըստ Աղայանի հարադրավոր բայ, որը գործածված է հարգադրական եղանակով։ Բացի դրանից, պարոն Ղուկասյան, թույլ տվեք մի բան էլ ասել։ Թեստը ես ասում եմ, շատ լավն էր, հետաքրքիր էր, բարդ էր, դա կգրեին միայն կրկնուսույցները, հավատացեք, սովորական ուսուցիչները չէին կարողանա գրել։ Այնքան ծավալուն էր թեստը, 17-18-րդ հարցերը, 17-րդ հարցը 81 անգամ պիտի կարդաս նախադասությունները։ Նմանապես 18-րդ հարցը 160։ Ես ներողություն եմ խնդրում, որովհետև ես դրա մասնագետը չեմ, ես հույս ունենամ, որ կրթության գիտության մինիստրությունը լսել ձեզ եւ մնացած մանկավարժների բողոքը։ Ժամանակի սխությունն է։ Ես ինքս լինելով 30 տարվա կրկնուսույց, մեկ անգամ կարտալով եմ գրել բոլորը։ Այսինքն այնքան ծավալուն էր, որ հնարավոր չէր ստուգել ոչ մի ուսուցիչ չի կարողացել։ Իրենք պիտի համապատասխանեցնեն, չէ, 3 ժամի մեջ տեղավոր 36 հատ պնդում են տնում։ Ամեն մի պնդման համար մասնագետ օրինակ պիտի մտածի։ Բայց ոնց կարող է, եթե 162 հատ արդեն նախադասություն եք կարծացել, ոնց կարող է ուսուցիչը։ Պետք է համապատասխանեցնել ժամանակի եւ ծավալի հարաբերությամբ։ Եղավ, հասկացա ես ձեզ։ Հիմա իրենց մտքներում երևի ծիծաղում են։ Գիտեք, անցյալ տարի, որ պատասխանատվության չենտարկվեցին, նման ձևով այս տարի են շարունակում, բայց պարոն Ղուկասյան, ես ձեզ հավաստիացնեմ եւ Ժաննա Անդրեասյանին նույնպես։ Եթե իրենք հիմա նույնությամբ լռեցին, աղաղակող լռություն դրսևորեցին, ապա մենք անպայման ձայնը կբարձրացնենք Բաղրամյան 26-ում, անպայման։ Բաղրամյան 26-ում մարդ չկա, դուք պիտի գաք կառավարությունը, մնդե Բաղրամյան 26-ում յակա, յա չկա, Զուքարանի թուղթա։ Եթե ինչ-որ մի բան պիտի գաք կառավարության դեմը։ Ուրեմն կգանք կառավարություն, 100% մեր ճիշտը
պնդելու համար։ Ուստի չկա, որի համար այդ մի հարցի ճիշտ լինելը ճակատագրական կարող է լինել։ Իսկ իրենք ընդհանրապես ձայն բարբարոյանապատի չի խոսում նախարարությունը ոչ մի բան։ Ի վերջո դուք եք ձեռնարկել։ Չի կարելի նման վերաբերմունք դրսևորել։ Արդեն ուսուցիչները այն քաջ մարդիկ են, որ եկել են ձեր կամավոր ատեստավորմանը։ Եղավ։ Շնորհակալություն ձեզ Տիկին քնարիկ։ Մենք էլ ցես ենք շնորհակալ պարոն Ղուկասյան։ Հաջողություն ձեզ։ Հուսով եմ, որ սա անպայման իր հավուր պատշաճի լուծումը պիտի գտնի։ Եթե ոչ բոլոր ուսուցիչներով եւ տնօրեններով ուսմասվարներով կգնանք զամինիստրի տունը։ Եղավ, շնորհակալություն ձեզ, անցնենք առաջ։ Մենք էլ ցես ենք շնորհակալ։ Հաջողություն։ Եվս մեկ ապացույց, որ հանրային ձայնը հասանելի է հասարակության լայն շրջանակներին, ընդհանուր հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին հետաքրքիր է։ Բայց ոչ միայն հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներին, այլ նաեւ դասախոսներին։ Փորձենք կապ հաստատել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, տվյալ դեպքում Բրուսով։ Հուսամ ես անգամ ձեն ավելի բարձր կլինի։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ձեզ անհանգստացնում է արդեն իմացաք, պարոն Ղուկասյանը, ես զանգարել եմ ձեզ կապված Բրյուսովի համալսարանի շուրջ պտտվող լուրերի մեկնաբանման պատասխանը ձեզանից ստանալու։ Վերջ-վերջո ինչ է կատարվում ձեզ մոտ, ինչ է ուզում ուսանողությունը եւ ինչ է ուզում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեզանից։ Դուք ուղիղ եթերում եք։ Գիտեք ինչ, սա շատ ողբերգական պատմություն է, որովհետև երեք մեր Բրյուսովի համալսարանում տեղի ունեցավ ուրեմն հոգաբարձուների խորհուրդ, որի ժամանակ առաջարկեցին այն կետը, որով առաջարկվում էր ուրեմն հայտարարել մրցույթ ռեկտորի թափուր տեղի վրա, ուզեցին հանել կառավարության ներկայացուցիչները։ Ասեցին, որ այս հարցը հիմա կարևոր չի եւ իմաստ չունի, որովհետեւ հիմա դրվում է ուրեմն համալսարանների միացման խնդիրը եւ հիմա արդիական չէ այս հարցը ռեկտորի ընտրության։ Հիմա մենք չհասկացանք ճիշտ ասած ինչու մեր խնդիրը, հետո բնականաբար իմացանք։ Հարցը նրանում է, որ որոշում կար եւ սեպտեմբերի 1-ին վարչապետը ասաց, որ 16 պետական բուհից պետք է մնան 8-ը, բայց իհարկե նա չասեց, որ 8-ը, նախ ինչի 8-ը մենք չհասկացանք, ոչ 9, ոչ 5, ոչ 3, գուցե ընդհանրապես պետք չի համալսարան Հայաստանին, դա ուրիշ խնդիր է, բայց մենք չէինք կարծում, որ դա կարող է վերաբերել Բրյուսովի համալսարանին, որը ինչպես ընդհանրապես բոլորը կարծում են գիտեն, շատ առաջադեմ, շատ հզոր բուհ է, չնայած բավականին փոքր է։ Եվ գիտեք ինչ, մեզ մոտ դասավանդվում է մոտ 20 օտար լեզու։ Մենք ունենք հիանալի ծրագրեր։ Վլադիվոստոկից մինչև Սորբոն, Լիսաբոն մեզ ճանաչում են, մեզ հետ համագործակցում են, ընդհանուր ծրագրեր ունենք եւ այլն։ Եվ ինչպես կարելի էր դա այդպես կտրուկ ինչ-որ որոշում կայացնել, մենք չհասկացանք։ Այսօր ուրեմն ըստ երևույթին մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իմացավ, որ ինչ-որ եռում է Բրյուսովը եւ իր օգնականին պարոն Բարսեղյանին ուղարկեց երիտասարդ, ինչպես ասում եք, հաճելի մարդ, որը ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել։ Մենք հավաքվեցինք մեր նիստերի դահլիճում, շատ այդպես կտրուկ եւ չոր հարցեր տվեցինք նրան, ինքը ոչ մի հարցի բնականաբար չէր կարող պատասխանել, ասեց ես ամեն ինչը կփոխանցեմ։ Իսկ ինչ են ձեզ փոխանցել, ես դա եմ ուզում հասկանալ, դուք ինչ եք հասկացել, որ ձեզ փակում են, ձեզ տեղափոխում են, շենքը վաճառում են։ Մեզ ուզում են միացնել, մեզ եւ ֆիզկուլտ ինստիտուտը ուզում են միացնել մանկավարժական
Համասարանին։ Մանկավարժական ես երբեք իմ գոլեգաների հասցեին որևէ վատ բան չեմ ուզում ասել, ես խոսում եմ մանկավարժական համասարանի մասին, որը ունի ընդամենը մեկ ուղղվածություն։ Նրանք մանկավարժ են պատրաստում։ Եվ իհարկե նրանց վիճակը բավական ծանր է։ Նրանք շատ ֆակուլտետներ ունեն, շատ ֆիլիալներ ունեն, մի քանի շենք, բայց ամբողջ այդ համասարանը այս տարի ընդունել է 300 հոգի, երբ որ մենք մեր փոքր համասարանով 1050 300-ը 1050-ը որտեղ։ Եվ մեզ իբր ուզում են միացնել, որպեսզի ուժեղացնեն մանկավարժական համասարանը։ Ես օրինակ չեմ հասկանում, էլի գուցե դուք ինձ բացատրեք, քիմիայի ֆակուլտետը կամ ֆիզիկայի կամ, չգիտեմ, կենսաբանական ֆակուլտետը, մենք մեր միջմշակութային հաղորդակցությամբ, կոմպյուտերային լինգվիստիկայով, քաղաքագիտությամբ, եվրոպագիտությամբ, եռալեզու թարգմանիչներով, մենք ոնց կարող ենք ֆիզիկայի ֆակուլտետը մանկավարժականի ինչով փրկել կամ լավացնել նրանց վիճակը։ Ավելի տրամաբանական չէր լինի, եթե օրինակ մի քանի ուսանողին ֆիզիկայի ֆակուլտետից տեղափոխեին համասարան, որտեղ է գրված, որ քիմիայի ուսուցիչը պետք է ավելի վատ քիմիա իմանա, քան Ինձ թվում է այդ ծրագրի համահեղինակն է Տիգրան Արզականցյանը։ Ну, это вообще-то ցեղելի կլինի, շատ նման է։ Հաշա, միանշանակ, որովհետև ես չեմ կարող ազգան, ինչ կապ ունի քիմիան արաբերենի հետ կամ ֆրանսերենի հետ։ Եվ ֆիզկուլտի։ Եվ ֆիզկուլտի, առավել ևս, այո։ Լեզվի ֆիզկուլտուրա։ Այո, շատ հետաքրքիր նորույթ է։ Հետո գիտեք ինչ, կարող ենք մտածել, որ դա ուղղակի հանրության ուշադրությունը շեղելու հնարավորություն է, գուցե։ Ես չգիտեմ, բայց որ մեզ ճշմարտությունը չեն ասում, դա տեղիք է տալիս որոշակի ենթադրությունների։ Աստղերը, ես ներողություն եմ խնդրում, աստղերը հուշում են, այսինքն երկնային գրասենյակը ևս, որ այս process-ը սկսվել է դիտավորել ինչ-որ մի ավելի լուրջ թեմայից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Նման բան է ինձ ասել, այսինքն մոտակա օրերի ընթացքում կարող է տեղի ունենալ մի շատ արտարոց դեպք, բայց որպեսզի այդ արտարոց դեպքը չերևա, որոշել են նման աժոտաժ առաջացնել այսինքն փոքրիկ բաժակում, նույն տվյալ դեպքում ձեր բուհը մի բոքր բան բզբզալով։ Հիմա, եթե ուսանողությունը, եթե պրոֆեսորատ դասախոսական անձնակազմ, ես ոնց հասկանում եմ, այդտեղ 400-ից ավել աշխատողներ կան եւ 1000-ից ավել 2-3 հազարից ավել ուսանող, եթե այս բոլորը համախմբվեն մի մարդ, 5000 հոգի, եթե մի բան այդ օպերա, եթե 5000 հոգի համախմբվեն իրենց բուհը պահել պահպանելու շուրջ, ես էլ որպես անձ, ես ևս աջակցում եմ ձեր շարժմանը, ինձ թվում է շատ եւ շատ մարդիկ, ապա չպետք է թույլ տալ, որպեսզի նման բուհը վերջիվերջո վերածվի հյուրանոցի, չնայած Խաչատուր Սուքիասյան կոչվող անհատականությունը հերքում է, ասում եմ ես կապ չունեմ, ինքը նույն ձևել ասենք հերքում էր Սուրմալուն, բայց հիմա ես չգիտեմ, ինքը հերքում է դա հանուն չի, բայց վերցնել բուհը, էնել ոչ մի, որը իր բնույթով բացարձակապես յուրօրինակ է եւ բերել միացնել որևիցե մի բուհի, որը ոչ մի առնչություն չի կարող ունել։ Ես ուղղակի ես ինքս չունենալով նման կրթություն հասկանում եմ, որ դա աբսուրդ է։ Բրյուսովնով չգիտեմ, մանկավարժականով։ Իսկ ես ուզում հասկանամ ինչպես է տրամադրված ուսանողությունը եւ աշխատակազմը։ Չէ, ուսանողությունը դուրս է եկել, բոլորը դուրս են եկել մեր բակը եւ դասադուլ էին ուզում հայտարարել, բայց մեր ռեկտորը շատ հանգիստ եւ ճիշտ որոշում ընդունեց, ասեց ես այսօր եւ վաղը կշարունակեմ դասերը եւ կարող եմ նրանց ղեկավարել, բայց եթե ուրբաթ օրը մեր ընդլայնված խորհրդին հրավիրված նախարարը չգա եւ հիմնավոր բացատրություններ չկա, այդ որ ախր գիտեք ինչ, պարոն Ղուկասյան, ինչն է ցավը, որ եթե մեզ խաբում են, որ ասում են չէ, այդպիսի բան չկա իրականում, դա միայն խոսակցություններ են, կոնկրետ բրուսը, բայց գիտեք ինչ փոքր քաղաք է, մենք բոլորս ունենք ֆինանսական կամ արդարադատության նախարարություններում ծանոթներ, որտեղ արդեն հրահանգներ են ուղարկվել։ Հասկանում եք, որ այս գույքը, այս շենքը, այս ինչը, այս այն ինչը, արդեն ինչ-որ հրահանգներ են ուղարկվել։ Իսկ մեզ ասում են, չէ, ոչինչ այդպիսի բան չկա։
Սա է էլի, եւ իհարկե մենք կարող ենք ենթադրություններ անել, որովհետեւ շենքերի հարցը, ասենք մի կողմ, որովհետեւ շատ իհարկե գրավիչ տեղ է, հա, Սարյան Թումանյան Խաչմերուկը հյուրանոցի համար, բայց մյուս կողմից էլ մտածում ես, որ գուցե այս խնդիրը որոշում է մյուս մեր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որը մանկավարժականում հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ կարող է հայտարարել, որ Դեպրյուսովը դժգույն ինչ-որ բուղ է, եւ ավելի լավ է նրանց միացնել, հասկանում եք, եւ այդ անելանելի վիճակից դու չգիտես ինչ անել։ Մենք իհարկե բողոքի ակցիա ենք անել։ Իմիջիալոց դուք գիտեք, որ մեծամասնությունը աղջիկներ են։ Այսօր այնքան տհաճ բան էր, երբ որ այդ ամբողջ շենքի երկանքով Թումանյանի վրա կանգնեցին ոստիկաններ։ Դե աղջիկների դեմ ոստիկաններ կանգնացնելս որն է։ Նիկոլի Հայաստանն է։ Դե Նիկոլի Հայաստանն է, ես ուզում եմ ասել ձեզ, որ հանրային ձայնը հաղորդաշարը, ես չեմ ուզում կուսակցական աստրար տալ, ասել կուսակցություն թողն այդ տեղում, համենայն դեպս Վարդան Ղուկասյանը ձեր կողքին է, եւ ես խնդրած կլինեմ, որպեսզի բոլոր ուսանողները Բրյուսովի անվան եւ աշխատողները հասկանան, որ դա իրենց տունն է, դա իրենց կացարանն է, կեցարանն է, կրթական օջախն է եւ այլն եւ ոչ մի կերպ, ոչ մի դեպքում խորհրդային սովետական միությունը այդ շենքը չսարքեց նրա համար, որ գրզոյանամանները եւ գան դավերացեն հյուրանոցի։ Դա սարքվել է որպես կրթական օջախ։ Եվ ոչ մի կրթական օջախ, որը որ կառուցվել է դեռ Ստալինի ժամանակներից եւ այլն, դա չի, այդ մարդիկ չեն կառուցել, որ ինչ-որ մի X իշխանություն կգա մի պահի ու ոնց որ վերացրեց բանակը, առողջապահությունը, տնտեսությունը եւ այլն, հիմա հերթացել է մկրտությանը։ Ուսանողը ազատ է, ուսանողը անկախ է, ուսանողը յուրօրինակ անհատականություն է բոլոր ժամանակներում, բոլոր հեղափոխությունների հիմքում ընկած են եղել ուսանողները։ Եվ իրանք պետք է պաշտպանեն իրենց ամրոցը։ Այո, աղջիկ են, այո, թույլ են աղջիկ, բայց այդ աղջիկները պետք է պաշտպանեն։ Եվ այն եկավ տարավ այն ոստիկանության աշխատողներին, Վայե Ղազարյան, ով հանգարցակի փորձեց ձեռք բարձրացնել 18, 19, 20 տարեկան աղջկա վրա։ Այն ժամանակ արդեն ես կարևոր կուլտուրական մարդկանց հետ եմ խոսում, ուզում եմ արտահայտեմ կուլտուրական։ Էլ Բեթարեն ազատի։ Ես ամբողջովին աջակցում եմ ձեր շարժմանը եւ միգուցե այդ նույն ուսանողների ծնողները, այդ նույն ուսանողների, որոնք նրանց մեծ մասը երևանցի են, բարեկամներ հարազատները կհասկանան մոտակա քաղաքական ընտրությունների ժամանակ, որ ոչ մի կերպ պետք չէ ձայն տալ նրանց, ովքեր քանդեցին ամեն ինչ։ Բուհերը, բանակը, պետությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, սա քանդելով գնում են։ Ինչ ես ուզում բուհերից այ մարդ։ Ինչ կապ ունի Բրյուսովը ֆիսկալ ինստիտուտի հետ։ Սատարում եք։ Այո, շատ շնորհակալություն, որովհետև մեզ իսկապես պետք է սատարել հիմա, որովհետև մենք իհարկե դուրս ենք եկել պայքարի եւ մինչեւ վերջ, եւ մենք բոլորս բռունցք դարած, գիտեք ինչ։ Իմ աջակցությունը հայտնեք նաեւ ռեկտորին։ Չնայած երևի լսում ա, ռեկտորի տեխնիկները ասում են, գիտեք, ասում են մենք չենք պատկերացնում, որ այդքան սիրում ենք մեր բուհը։ Նրանք այդ ստրեսից հանգարցակի բանի եկան այդ եզրակացության շատ հաճելի էր դա լսել։ Վաղմիսօրը նույնը պիտի լինի պետհամասարանի հետ։ Ես ուզում եմ որ բոլոր ուսանողները դա հասկանան։ Վաղը մյուսօր երբ հասնելու է պետհամասարան, հետո հասնելու է ֆիզկուլ ինստիտուտին, հետո չգիտեմ պոլիտեխ, այսպես բլելով գնալու են։ Բոլոր ուսանողները պիտի միանան, ոչ թե ասեն, այսօր լավ, բան Բրյուսովն է, մեզի չի վերաբերում։ Ես նաև ուզում եմ դիմեմ պետհամասարանի ակտիվին։ Բոլոր ուսանողներին։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Ակադեմիական հանրությունը պիտի ոտի կանգնի, որովհետև մեր միակ բանը բանակ չկա, արդյունաբերություն չկա։ Հիմա էլ կրթությունը։ Հիմա էլ դիամորը մաշանում։ Կրթությունն է մնում, էլի։ Ով, չգիտեմ, շատ շնորհակալություն սատարեք։ Ես ձեր կողքին եմ, շնորհակալություն։ Կուլտուրական մասն ավարտենք, որ հետո այս կոշմկինը վատ չզգա իրար։ Ես ուզում հասկանամ, այս ինչ բոզի տղա ես դու, ընկեր Նիկոլ։ Էլ բա, հիմա եթե սես բանաներ Սերժը, չնայած բացառվում է, Սերժի մաշկի լուսը չի, բայց Սերժը կատեգորիկ բացառվում է, որ մի հատ կրթական հիմնարկի կպներ, սովետի սարքոց։ Հիմա հելել էիր պորնիկի տղա, քեզ ազգային ժողովում պատրել էիր, քո փանթի բոս կնկա հետ, ինչ ես ուզում բոյերից, բոզի վաստակ։ Հա? Հլասը մենք կուլտուրական,
Դե հիմա այս կուլտուրական մարդիկ, կուլտուրական ասում են, այ մարդ այս բուհից ինչ գործ ունի Բրուսելը ֆիզկուտիսյութի հետ։ Լրիվ Տիգրան Արձականցյանը, դրա համար ես այդ գանդոնի հետ կաշուշ հանդիպեմ, ղախպիս տղա։ Հա, դամա ես դում եմ բոլոր ուսանողներին, բոլոր, այդ քչից թե պակաս մնացած ուսանողներին, բոլորը պետք է համախմբեն և տեր կանգնեն իրենց բուհերին։ Գրզոյի նկարը ընտանիքի անդամների հետ նկարեք խփեք Երևանի պատերին վրա գրել բոզի տղա։ Կրթության գիտության նախարարեն Պետրոսի կնգան նկարները գրեք ու փակցրեք սաղ Երևանի դեսպանատների ինչ կա չկա որտե հանրային էլ խռը բենի մեջ Շուշանի որը բենի մեջ վարախ ինչ է քավլը ոչ իմ քրիստիկի ծլոյով բենի մեջ սաղով դրանց վարկաբեկեք ընտանիքի անդամներով երեխաներով դիմեմ ուսանողական ակտիվին գրեք փրկարևի տակ Խնդիր կարգեք ինձ, ինչ մեմ ուզում եք նկարեք, ընտանիքի անդամներին վարկաբեք, ես ասել եմ, դուք քանդում եք իմ երկիր, ես քանդում եմ ձեր տունը։ Նկարեք, խրգեք, ես կտեղադրեմ Telegram կանալ։ Բոզի տղեք։ Սմա, բանա, Բրուսով, ֆիզկուտ ինստիտուտ, ֆիզկուտ ինստիտուտ ինչ կան որս կա, ժանա, ծծնիկ ես։ Քո այդ մակարոնի պատրոն մարդու հետ միասին։ Սովետանի դնի սարքի, որ մի գեղեցիկ այս սպորրիկի վաստակները գան, ես կպական բոզի տաղեկը, ու ասեն, ես բուհը գրզոյին, ես բուհը սրան, այդ բուհը ծացնի մամայիտ։ Բոզի տաղա։ Քանի որ գնաս խոսք, Տիգրան Արձականցյան, վերաբերալած վացի, մարդ չգիտ ինչ ասի։ Ուրեմն, Բայղազելան, գոհություն ունի մի անհատականություն, որը կոչվում է Տիգրան Գրիժայի Արձականցյան։ Ծնվել է 07-08-66 թվական, բնակվում է Գավառ, Անդրանիկի փողոց 20 տուն։ Ձեռք հեռախոսամարն է 93 78 76 76։ Խնդրեմ զանգի։ Բայց որ զանգիս մի հատ հարց տուր։ Ասա դու ունես վարորդական վկայական բեցե։ Ունենալով վարորդական վկայական բեցե, դու զրկված ես վարորդական իրավունքից։ Այսինքն Տիգրան Արձականցյանս, ով 13-07-2022 թվականին զրկվելով վարորդական իրավունքից մեկ տարով։ Մի րոպե։ Մի վարք։ Telegram-ում խնդրում եմ տեղադրեք այդ ակտը։ Ես էլ ես եմ ստեղծուց տան։ Ստեղ չեմ գտնում դրա ակտը։ Հեսա Telegram-ում կտեղադրվի։ Ես ինչ ասում ես մարդը։ Մի վարքյան ժողովուրդ։ Ալո։ Տղա, մենք ուղիղ եթերում ենք անեկդոտ։ Չէ, շնորհակալություն, հետո։ Լավ։ Քիչ բաներ ուզում ասել, թող մնա հետո։ Ուրեմն ակտի այդ որոշման համարն է 221 477 06 45։ Բանը խնդրում եմ Telegram կանալում տեղադրել ակտը։ Արդեն տեղադրվեց։ Հեսա կտեղադրվի պեչատով։ Տեղադրված է Էլիզաբեթի բանը։ Թուղթը։ Սա մեկ, երկրորդը։ Ուրեմն վարչական իրավախախտումների վերաբերյալ 129 հոդվածի 3-րդ կետով, երկրորդ մաս եւ այլն։ Պարոն Բայղազարյան, եթե այս մարդը զրկված է վարորդական իրավունքից, ամեն օր գրեթե այս մարդը մտնում է եթեր մեքենա քշելով,
Այն շապակլակ ոչմ կնիկը կողը դրած։ Բա մարդը վարորդական իրավունքից զրկված է 14 SU 409 BMW արծաթափայլ։ Խախտումն արել է Աբովյան Պուշկին Խաշմերուկի վրա ժամը 19:48 14:06 2022 թվականին։ Ես ուզում եմ պատկերացնել ինչ խախտում պիտի անի մարդ Աբովյան Պուշկին Խաշմերուկի վրան, որ վեկալենու միանգամից զրկեն վարորդական իրավունքից։ Das ist fantastisch. Դրան գումարած։ Այդ տղա, Նիկո, էդ ինչ լուսանկար ես դրել։ Ուր է այդ լուսանկարը։ Ես մի հատ ուզում եմ մի հատ նայեմ այս լուսանկարին, խնդրած կլեմ տեղադրել Telegram կանալ։ Կփորձեմ ժողովուրդներ ցույց տամ։ Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ մի հատ խորացեք այս դարի ստեղծագործության վրա։ Քանի որ ուղիղ եթերա, ես էս եմ ուզում ցույց տամ։ Ահա։ Ինչպես տեսնում եք, լուսանկարում պատկերված է Տիգրան Արզականցյանը, զենքը ձեռը։ Մալոդեց։ Բայց ինձ ամենաշատը հետաքրքրեց այս պագրիչքի հետևը թաքնված անձը, որ հերադիտակով նայում է դեպի հակառակորդ։ Եթե այդքան վտանգավոր է, որ այս մարդը մտել է պագրիչքի հետևը ու հերադիտակով նայում է, այս բոյով բուսաթով մարդը ինչի է հել է այս մարդից բոյով կանգն է ու նկարվում է Տիկոյից հետ սպիտակ փայլուն տակերը մաքուր բոթասներով։ Դրան էլ գումարած, եթե հակառակորդը այս կողմի վրա է, ուզում եմ հասկանամ գնդացիրը այն կողմ խիանայը։ Ու ամենահետաքրքիրը դրոշը։ Հետևում խնդրում եմ տեսեք դրոշը։ Իրանցները մարդ չպիտի իմանա, Վարդենիսի ցուցանակն է, բայց դրոշը տնկել է։ Բոյեն բարկային էլ առանց կասկո բրոնեժիլետ։ Այն էլ ընդից մտել է պագրիչքի հետևը եւ դիտում է դեպի անսահմանափակ ապագա։ Լավ սես խելքով մարդիկ որտեղից։ Դրան գումարած, էդ ինչ լիսո։ Մևորք։ Խնդրում եմ, մենք ստեղ մի հատ էլ լուսանկար ունենք, որ ես ուզում եմ հասկանամ։ Մի րոպե, հարգելի ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Նորից այնտեղ նստած է եղել Դավիթ Սանասարյանը, բնականաբար։ Ահա։ Ես ուզում եմ հասկանամ, այս Չուկչեն ով է։ Դուք sense քաղաքական գործիչ ճանաչում եք։ Ես առաջանքում եմ տենում։ Չէ՞ նա Չուկչայա, նստած է, Արզականցյանն է, Դավիթ Սանասարյանն է եւ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս բուզիտով։ Ես ուզում եմ մի հատ Նիկոլ Փաշինյանի պրոտոկոլի եւ առհասարակ Նիկոլին հարց տամ։ Տիգրան Արզականցյանը որպես ինչ այնտեղ նստած։ Որպես ուժ հայրենյաց կուսակցության նախագահ, հա։ Եթե այդպես է շատ ներողություն, ինձ կարող է որևիցե մեկը պետական ռեգիստրով ցույց տա ուժ հայրենյաց գրանցված կուսակցություն կա թե չկա։ Մենք այսօր մտանք պետական ռեգիստր, խփում ենք ուժ հայրենյաց, խնդրում եմ նաև տեղադրեն Telegram կանալ։ Telegram կանալից պետ ռեգիստրը խորոփեց կոմպյուտերշիկի վրան, ասում է այ բես, չես հասկանում, այտենց կուսակցություն չկա գրանցված։ Ես դաժե կասկածում եմ, որ Տիգրան Արզականցյան խելքով մարդը առհասարակ դիմել է իակուսակցության գրանցման համար։ Այնա գնացեք հոկտեմբերյանի հիվանդանոցի, դռնապա յուրային, բերեք նստեցեք բանի դեմը, Նիկոլի դեմը, Նիկոլ դուրս գամ ես որ քո արարողակակն էլ է բոզի տղա։ Չես հավատա, խփի քո ռեգիստրն է, խփի տեսել ուժ հայրենաց գրանցված կուսակցություն կա թե չկա։ Մեկ էլ ինչի բուրա բանը Չուկչեն ով է։ Ես այդպես արտախորհրդարանական կուսակցության լիդեր չեմ ճանաչում այն մարդ։ Էս ինչ կոլեկտիվ ես դուք թե այ բոզի տղա։ Ուժ հայրենաց։ Այն էլ գնացել է դիրքում նկարվում է, այն մեկը դեա բախկվեր է, բագրիչքի հետ որ թուրքը չխփի։ Բայց Տիգրանս, Տիգրան, հպարտությամբ կանգնել է, մեկին էլ իրանից բարձր տնկացնել է ու նկարվում է, առանց բրոնեժիլետ, առանց կասկա, առանց բան, հերել են պրոստը կոմայգով ման են գալի։ Դրոշն էլ տնկել է, որ հակառակորդի մինամյոտը ուղիղ ծծնի, այդ դրոշի բանով, կորդինատով։
Վարդենիսի տաբլոնը, տրաֆարեդնա, մեզ տեղը պիտի գաղտնի պայն, բայրակթարի խելքին մինգիկ, անման ղաղպի տղեկով, կանդեմ են, այսես մարդիկ են պետք, Նիկոլի իշխանությանը, մեկը մեկիս տգետ, մեկը մեկիս տավարի ցավ, որ ոնց ուզենա ռուլի տանեն, որ ինչքան հնարավոր է զոմբի ասեն ու փրեն արևի տակ։ Եվ հետաքրքիր նույնից եմ գնում վայ Ղազարյան, մարդը զրկված է վարորդական իրավունքից։ Ես հասկանում եմ, որ այս մարդը ոչ մի փաստաթուղթ պրիզնատ չի գալի։ Ասում ես դու արկադիր ունես, դու են ունես միլիարդներ եւ այլ, ասում եմ, ատես ման չկա։ Ատես հնագործություն ունի։ Գային ո՞րն ատես գայի կա։ Դու տես հնագործության մասին ես աղջի։ Չկա։ Ինչ 10 միլիոն, ինչ բան։ Մարդյան գժի դեր դրած է թեմ առաջ։ 10 միլիոն գային միջումը դրել է, ասում ատես ման չկա։ Միլիարդներ բանկերին ծսրել է, հիմա դիմել է դատարան ճանաչվել է սնանք։ Ու ընկեր դատարանը չի ասում, բա բոզի տղա, փող են ուր են։ Միլիարդներ ես գերե փող են ուր են, համենայնդեպս 21 միլիարդ թղթակապ գրածա, չէ՞, դրել ենք Telegram կանալ։ Չէ, ասա դες բան չկա սուտո։ Հա դու քեզի պատրի։ Նա դա լաղը կեն տարածը թե մտել են կենտոնի թաղապետարան, կենտոնի թաղապետին տփե դուրս են եկել։ Ես ոնց հասկացա կենտոնի թաղապետին չեն տփե, հա, եղել է լեզվակռիվ ու վերջ, հետո աղեկալ է գրե մտան կենտրոն ծծրին հելան, բայց դուգում հետարկրում ասում եմ, դու վե, ինչ որ իրեկա ջայել մտել են իրանց համերգը ոչ մի ցույց են տվի դուրս են եկել, քուչեն ինչ որ սխալ ասֆալտապատելու կամ էս ինչ անելու համար։ Բոզ դրան էլ ասում է Նիկոլա, թե բանակ ամեն ինչ ունի։ Հա, մեկ այլ խելացի մարդ։ Շահինյան Հովիկ։ Նախկին Արաբկիրի թաղապետ, երեք չեմ սոր, գնացել է պոլիտիկ կետեյեմ, ինչ էր անունը, Մուրազի մոտ, Մուրազ, հա, մտել է մոտը, ինտերվյու տալեմ, ասում է Նիկոլ Բոզի տղեն, վեկալել է, ներողություն, Սերժը վեկալել է 15 միլիարդ, բայց Նիկոլին ասել է 5 միլիարդ, հողերը ծախել է և այլն։ Ես ուզում եմ դիմեմ Շահինյան Հովիկին։ Շահինյան Հովիկ, եթե մի պետություն տալիս է 15 միլիարդ դոլար, այս կամ այն պետության ղեկավարին, այդ պետությունը Սերժ Սարգսյանը այդ իմ աշկելուսը չի։ Բայց 15 միլիարդ դոլար տալով Սերժին, Սերժը նախ ինչպես Ալիևը սկսում պատերազմ։ 15 միլիարդ տվել է, Տիկին Արուսի նման, պիտի Հովանոցը վեկալեր ձեռը, չի չամիջ մանդալին խմորեղեն դներ դեմը, սես չտսնելով ասես, Ջաբրայել բիզիմդիր, 5 րոպե հետո Ջաբրայելը պիտի զորքը հետ քաշվեր, հանձնել։ Չգիտեմ ընդեղ, Զանգելան բիզիմդիր, պիտի հետ քաշեին, հանձնեին, կուլտուրական, նամուսով, 15 միլիարդ, դու պատկերացնում ես, կամ ասում ես, որ այդ ինֆորմացիան քեզ եսի մովատավ է, սաղ մտածում են օրմացիկ հայրապետը բնգրիշնա։ Եթե լիվտի անուն ես տալի, լիվտի մեջ չի բխոսակցում, լիվտի մեջ եղել է 4 հոգի մարդ, 4 էին, 3 էին։ Դրանցից ո՞ր մեկն է քեզ այդ ինֆորմացիան փոխացե, Ալիևը, Նիկոլը, թե օրմացիկ Գրիշը, որ դու հել է հայտարարում ես 15 միլիարդ փողա, 15 միլիարդ տալիս էր, էլ պատերազմ չէր, սկսում Ադրբեջանը։ Հենա, համ փողը տվել է, ես մարդիկ պիտի վազելով անեին, առանց ինչ շատ պատերազմի։ Նիկոլոնը, մետ հելը Շահինյան Հովիկին կանչեք, ինգեր արգիշտ, մետ այդ հարցը տվեք։ Այդ մարդ նով այել է, այդ վստահելի աղբյուր նով այել է, որ 15 միլիարդ հեան է տալել։ Բա իմանանք ես բոզի տղեկը ինչ բոզի տղություն են արել, ինգեր Նիկոլենք։ Ես Սերժից այդեսբան չեմ հավատալ։ Նույնիսկ Սերժը իմ աշկելուսը չի, բայց այդեսբան չեմ հավատալ 15 միլիարդ։ Բիզնես 15 միլիարդով ամեն մի տունը հատատ կարել են առել ու հանգիստ նվերել բանի Ադրբեջանին։ Փողը տա ժողովուրդը տեղից կետային։ Մի քիչ նորից եմ կրկնում, սուտը պիտի մի քիչ ճիշտ լինի։ Են Բորիս Մուրազին էլ, հա Մուրազ, Մուրազին էլ դրել է լուրջ հարցա ու չեմ կարեմ հասկանամ, այն որ ասում եմ պատվող, հենա, զանգում են, տենանք ինչ են ասում, արգիշտ,
մարդիկ բողոքում են քեզանից, ասում են ոնց որ արգիշտի համար ոռի ալնելու, աշկից մի ոռի բան քովրեն գիտեն։ Ճիշտ չի, պարոն Աբազյան։ Քանի որ գնաց խոսք փողը տալուց եւ հողերը հանձնելուց, հետեւաբար ակամայից մենք հիշում ենք փող տալու մի այլ միջոցառում, որը կոչվում է ստրիպտիզ։ Ինչպես գիտեք, հանրային ձայնահաղորդաշարը անդրադարձել է եւ շարունակելու անդրադառնալ ձիվա եւ crazy գիշերային ակումբներին։ Ձիվա լա ձիվա, ձիվա Վիկտորիա։ Ուրեմն նախ el աշխարհի երեսին մարդ չմնաց, որ չի զանգում Վարդան Ղուկասյանին։ Սկսած Ամերիկաներից, Եվրոպաներից, Ռուսաստաններից եւ Հայաստանից։ Օբյեկտատեր ոմն Արմանա Արմենա, դաժե եկելա հասելա ուշ, չգիտեմ գլենդել, մի հատ անուշ ապեր կա։ Դրանատես է, դրանակապի հանե, բախատրեմ եմ աղաչեմ եմ, ուզում եմ Վարդան Ղուկասյանի հետ խոսամ։ Բնականաբար Վարդան Ղուկասյան ասելա զիբնային, ասելա թե ինքը օբյեկտը տվել է վարձակալության, թող գնա հանգիստ ապրի։ Մի հատ էլ հարց է տալի, որտեղ է ապրեմ դոգը, այդ Արմանը։ Ես հիմա ինձ հազիվ եմ զսպում, որպեսզի ես իրան չպատասխանեմ իմ սեռական շքերթով։ Բայց եթե մի անգամ էլ ագանջից հասել է, ընկեր Արման, որ դու հետաքրված ես որտեղ է ապրեմ դոգը, քեզ կբերեն դոգի մոտ, բայց կբերեն ձեռնաշղթաներով։ Ու ես քո այդ սախ նարկոտիկի բիզնեսը, որը դրել ես այդտեղ պլանով, մլանով եւ այլն, շատ գեղեցիկ ձևով սկուտերի վրա կհանձնեմ համապատասխան կառույցներին։ Այդքան լավ տղա էիր, վաչոյիս տղեն մհերիկը, որ մտնում էր օբյեկտը քեզ ծածանում էր, ջարդում ու փշրում էր, բայց դեմը խոսայր։ Ու դրա համար ստիպված ավտոտել տանում էին։ Նորից եմ կրկնում դոգ անունը, քո օբյեկտին ես անում եմ մոր մշտնաման, որ տվել են դոգ անունը։ Մի անգամ էլ ագանջից ծայրին հասելա նման հարց, ես քո տուն ու տեղը կմցնեմ ցիխի ակիամ։ Էդի մեկ։ Դες հələ խլես չեմ անում։ Նարկաման։ Երկրորդ։ Զանգում մի հատ ինձ հաճելի ուրիշ մարդ։ Ասում են ստիպտիզոր պարուհիները, որ $4000 Վարդան Ղուկասյանը փողա ուզե վրոյից, վրոն չի տվե։ Ասում եմ տղա ջան, ես քանի անգամ եմ ասել $10,000-ից ով պակաս թիվասի դոգի վրով բոզի տղա է, ասել եմ։ Իսկ ինչ վերաբերվում է վրոյին, վրոն ուզում է $50,000 բերի կամ դրանով գա։ Ոչ մի բանակցություն չի կարող լինել այդ օբյեկտի հետ։ Վայ Ղազարյան։ Պարուհիները դաժե զանգում ասում են պարոն Ղուկասյան, նախ մենք պարում ենք տգլոր, մեկ, հանում են լիֆուտ ռուսիկ, հլե էտի քիչա, հլը մեզի ստիպում են, ոտերներս լեն բացենք, որ դեմի նստողները մեզ ծլոն ու դլոն լավ տենան։ Ես ուզում եմ հաստատեմ ձեզ, ընկեր ոստիկանություն, սա ստրիպտիզ է։ Դրանք գումարած, որ տանում են, կողում են, կուպ է, վիպ ու միպ, ունդ է սեռական գործողություն է էթը, դրան գումարած ախրանի պետն էլ, որը կարմիր բերետավորներիդ հետ է աշխատում, նարկոտիկա ծարեմ օբյեկտում, դու խաբար ես, քրական գխավոր ոստիկանությունը ում խերի գլոխնա, երբ որ այդ օբյեկտում ափաշքերա Սոդոմ Գոմորնա, Մեկ դեն զանգել ասում ես ուզում եմ, որ դուք բարձրաձայն եք, որ վարոն Դուբայում կնգահետ գնացել է մասնակցել է օրգաների, վարակվել է, կնգան էլ վարակել է, բնականաբար սեռավարակ, հետո եկել են հետ միատել Հայաստանը վարակել է Սիրուհուն։ Ոնց որ կասեր մեր հարևան հրուշը, սիֆիլիստ, վերջում տա, կալբաստ, սեռավարակ, պաստորեն մարդ ու կնիկ առանց գանդոն են սեքսանում, անմիջական են սիրում, պարս, պրյամա իս իստոչնիկա, աղջի։
ու այս բոզի տղան իրան իրավունքա վերապահ է Վարդան Ղուկասյանի անունը հնչեցնի ստրիպտիզ կլուբի անձնակազմի մոտ։ Մի հատ էլ ասում է հենց պատերազմը սկսվել է, ստրիպտիզը դադարեցվել է։ Ես ուզում եմ պատկերացնեմ, ամսի 12-ին 13-ին կռիվը սկսվել է, պաստոր հենց սավանի խփել են, վարոն վազելա բեմ, դլոներն ասելա փագեք, պատերազմի, հենց գնացեք, կռիվա, սեմարչումելա։ Վիպիս են մարդանեք սրեն դուրս, ասեն են գլգլը միալա, կռիվա սկսեք, գնա։ Հենց մն բոզի տղեկի բանը ֆանտազիան նայի։ Ես ոնց նկատում եմ որոշակի անձին կան, հա, բանն է, որ տեղադրեցի լուսանկարները, զանգելա ինչ շատ հրազատ մի ազնվորություն, ասում դու խաբար ես ինչա կատարում մեր բանը պազեզնում շենքում, ասում եմ չի կատարում, ասում հարևանի սկենիգը մարդուն ծսցնեմ ա, ասին չի ամալ, ասում տեսել ա, մարդու կնիգ նստած են եղե, էֆիրըտ նայելուց, ասում հենց որ ասել ես մտեք տելեգրամ կանալ, կնիգը վեգալ է հեռախոս, մտե տելեգրամ կանալ, մեկ էլ կուրիք, մարդ հնդե կայնած, ու այդ վաղտ ասելա, թե մտով գնացելա, չգիտեմ, հորտուն, մորտուն, ինչ-որ կիսուր կեսարիտուն, կեսարնավատ, օլի կիսուր նավատ, այդ հարցի, բանից բան պարզվում է, մարդն եղելա ստրիպտիզ կլուբում, ասում դու նկարը դրել ես, բոյ բես պրավիլ, հիմա դրա աղու, բարեկամը, որ մոտիկ այդ մեզ ընդհանուր ոչմ ծանոթ է, դեկի ասում թե ինչ կլնի զանգենք բանի խնդրենք Վարդանին ոչմ դոգին այդ կադրը ֆոտոն տելեգրամ կանալից հեռացնի, բայց ասի եթե որ հեռացրեցի, ինչ, պիտի ոչմ կնգանաս էդի ես չէի, Տիգրան Արձականցյան դվա ո, կամ ինչ եմ հեռացնում, ես զգուշացրել էի, և ես նորից եմ զգուշացնում, ընկեր քաղաքացիներին, նամանավանդ, Են մարդիկ ովքեր առավելագույնս խոցելի են, չայցելել ձիվա և քրեզի գիշերային ակումբներ։ Իսկ հարկայինի ես հələ սպասում եմ հարկայինի գործողություններին և ոստիկանության, չգրանցված աշխատողներ և այլն։ Մի գեղեցիկո եմ հարկայինի պետը, բաժնի պետերը և այլն իրանց կնանիքին են բերելու ձիվային որ բարի։ Որովհետև եթե այս անգամ ես նկարեցի և տեղադրեցի, զգուշացնում եմ, տեղադրվելու է բաց կոմենտարյաներով։ Ով, ես բան չեմ ասելու, դուք արդեն մեր ժողովուրդի բառապաշարը գիտեք, ով ինչա գրելու, բոզի տղա, սենցի տղա, պորլիկի տղա, ծացանեմ, ինչ ասեց ձեր նկարի տակ մտ գրելու են։ Գնացեք ուրիշ նամուսով գիշերային ակումբներ, որտեղ տրուսիկ չեն հանում և դլով չեն բացում։ Սմա բանակցություններ են ուզում արել, սև բանակցություն կբերեն։ Ուրա։ Ստեղ մենք ունենք բողոք, Սուրեն Պապիկյան, Գորիսի թև, մոբիլիզացվածների մասին է խոսքը, մոբի 3 ամսվա, ասմա մեզ ասել են պիտի 14 օր լինենք դիրքերում, 14 օր տանը, Ուրեմն ամսի 14-ից մինչև ամսի 21-ը սեպտեմբերի Գորիսի թև մոտավորապես 350 հոգի զինդատախազությունը ուսով եմ լսում բարձացել են դիրքեր բայց ասում այս օրերի 14-ից 21-ը ընկած օրերի աշխատավարձը չեն հաշվում մեկին գրում են սոչ, մեկին գրում են հաղի, մեկին գրում են ծննդատուն և այլն Օրը անըմա 5000 դրամ մարդա, այսինքն 1,750,000 դրամ օրը, բրիգադի հրամանատար Նազարյան Սիմոն, Հովսեփյան Սիմոնն էլ ֆինանսիստն է, զինվորական դատախազությունը Գորիսի կայազորի ինձ լսում է, հուսով եմ դատախազությունը անհապաղ կգնա և կճշտի, ինչն է պատճառը, որ սեպտեմբերի 14-ից մինչև ամսի 21-ը մոբի տղեկի դիրքում գտնվելը չեն հաշվում։ Հետո նես չեն ես գամ դատախազի տուն և տեղի ռազմական ոստիկանության պետի։ Հաչելի մարդ, պարոն Աբազյան, ուրեմն ինձ զանգահարեց մի անձնավորություն, այդ անձնավորությունը զանգահարելով ասեց լույսա սպրում տեղեկությունը տալի, հիշում եք Մասիս քաղաքում մի երիտասարդ եկավ մտավ Մասիսի քաղաքապետի աթոռի վրեն
ու գործեց ինքնասպանություն։ Սա կյանքը երազել էր մեռնել այդ աթոռի վրա։ Էդվարդ Արտաշի Մարգարյան, 86 թվականի ծնված։ Իմ այդ կապի դուրս եկան Էդվարդ Արտաշի Մարգարյանի հարազատները ու չգիտեմ խի կորավ, բայց ես գրացել եմ Էնշորյան պիտի ասեի։ Ուրեմն սրանք այս ընտանիքը 3 եղբայր է, Էդվարդ Արտաշի Մարգարյան, Էդգար Արտաշի Մարգարյան 79 թվականի ծնված եւ կա երրորդ եղբայրը։ Ինձ պատմեցին, որ 2014 թվականին Մասիս քաղաքի սերվիզի դիմաց փետրվար ամսվա վերջ Դավիթի եղբայր Սուցենյոր Գորիկը Արշակի թայֆով եկել են, իջել են, ծեծել են, ջարդել են, ավիրել են Էդգար Արտաշի Մարգարյանին 79 թվականի ծնված, գրի հաճելի մարդ, այդ թվում նաև ոտից կրակել են։ Ծեծի ժամանակ, քանի որ վերջիներիս հայրը ևս տաքսու վարորդ է, տեսելա, որ տղուն ծեծում են, եկի ընգելա տղու վրա, որ տղու մարմին, յամ մարմնով ծածկի տղու մարմինը, բայց կապ չունի, հորն էլ հետն են տպե, երկրորդ կարգի հաշվանդամ։ Արդյունքում, տուժողը Էդգար Արտաշի Մարգարյանը մեկնում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Գերմանիա, այնտեղ ստանալով քաղաքական ապաստարան, ոնց հասկանամ եմ։ Միայն 2022 թվականի ապրիլին ժամանում է Հայաստանի Հանրապետություն։ Ահա, 2020 թվականի սեպտեմբերի 5-ից հետո գրի հաճելի մարդ Էդվարդ Մարգարյանին, այսինքն արդեն իսկ հանգուցալին, ինքնասպանություն շակերտների մեջ գործածին, առևանգում է Արշակը եւ Դավիթը իրենց թայֆով։ Եվ շուրջ 10 օր X վայրում, X ձևով ենթարկվում է կտանքների եւ խոշտանգման, որից հետո բաց են թողում եւ Էդվարդ Արտաշի Մարգարյանը վերադառնում է քաղաք Մասիս։ Սրա վրա խոսակցությունը ընդհատվեց ինտերնետի կապի բացակայության պատճառով։ Եվ դրանից հետո ոչ մի կերպ ես չեմ կարողանում կապի դուրս գամ այդ մարդու հետ, որպեսզի շարունակությունը պատմի, ոնց, ինչ եւ այլն։ Բայց քանի որ այս ինֆորմացիան կա, ես հաճույքով կիսվում եմ ԱԾ-ի եւ գլխավոր դատախազության հետ, հույս ունենալով, որ տեղի ոստիկանությանը դուք կծածցնեք հասկանալու համար, սա ինչ տեղեկություն է, ինչ հրազեն է, ինչ կրակոց է եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարող ես այլևս մանրամասնություններ չունեմ։ Բացեք օպերատիվ փնտրողական գործ, մենք տեսեք ինչ եք անում։ Հիմա գալու ենք Ռոբերտ Քոչարյան։ Ռոբերտ Քոչարյանին այսօր չեմ ուզում անդրադառնամ, ուզում եմ անդրադառնամ Տիկին Սիրուշին։ Աղջի, հələ mən ոտնիկայնի, այսինչ հատին սիրունացել ես, հա, ուզում ես ասես դու տենց գեղեցկություն ես, մետաղանդավոր, մեկչուհի, մեկեղեցկուհի, հայկական պրոդուկտը ռեկլամանող կերպար։ Աղջի դու գիտեիր, չգիտեիր։ Եկեք հիմա բացենք մի փոքր բացահայտում։ Եկշուհի, Սիրուշոյի, կամ ինչպես ես եմ անվանում, Տիկին Սիրուշի վերաբերյալ։ Ինչպես գիտենք, այդ ամեն Սիրուշոն կամ Սիրուշը եկշուհի, տաղանդավոր։ Այս եկշուհին 2012 թվականին թողարկել է կամ եթեր է տվել, ոնց էլ ասեմ, դա նախ չգիտեմ, նախատ կլիպ, որը կոչվում է Պրոգոմեշ։ Հայկական տարազով արդեն սիրտը կծում է։ Ես տենում եմ վզի վերի սիրտը ոնց է կծում։ Պալի տայել է, վերջած կծավ։ Հիմա, այս ընկերուհին որոշելով Պրոգոմեշ տրսնել, գալիս է անի հյուրանոց։ Անի հյուրանոցի առաջի հարկ։ Անի հյուրանոցի առաջի հարկում իր բիզնես գործունեությունն է ծավալ է Տիկին Անահիտ Բերբերյան։ Եկեք մի փոքր պատմական էքսկուրս անենք, ինչ է նշանակում կամ ով է նշանակում Անահիտ Բերբերյան։ Անահիտ Բերբերյան, նկատակ ես հուսամ կտեղադրեն, մեկ խելացի, մեկ կուլտուրական կնիկ, ով հանդիսանում է տաղանդաշատ վարպետ
Արծրուն Բերբերյանի դուստերը։ Արծրուն Բերբերյանը Վանից արմատներով վանեցի, հայտնահայտ ոսկերիչ, մե վարպետ, մե հիանալի անձնավորություն։ Ով փայլել է 50-ական, 40-ական, 60-ական թվականներին։ Եվ այլ։ Այսինքն այդ վարպետ Արծրուն Բերբերյանը ներկայացել է հայկական տարազնի, այդ ոսկեղենի, արծաթնի, զարդեր, մարդեր, ամեն ինչ։ Это սիրուշո գյուքա էտա անի հյուրանոց։ Դեև բնականաբար Արծրուն Բերբերյան վարպետը բաղուց ցավոք սրտի մահացել է, եւ իր ամբողջ դարբնոց, մարբնոց, արեստանոց, գործիքնի, մորցիքնի, աշխատանքնի լրիվ կտակել է ուրին աղջկա վրա, Հարգաժան Անահիտ Բերբերյանի։ Սիրուշոն գալիս է, ասում է գիտեք ինչ, Տիկին Բերբերյան, ես ուզում եմ նկարանեմ կլիպ, որտեղ պետք է ներկայացնեմ հայկական ազգային զարդեղենի։ Անահիտ Բերբերյանն էլ ամուսով կնիկ, հայապար, հիանում, ասում է հիանալի եւ աննման։ Ասում եմ դուք ինձ համար աշխատանքներ տվեք, ես պետք է խախնեմ, համ ձեր ապրանքը գովազդեմ, համ էլ ձեզնից ապրանք կառնեմ, փողի։ Այս մի ամիտ կնիկ, խնդրեմ հանում այդ հլունգ, մլունգ եւ այլն, լացամ այս աղջկովրեն, այս էլ գնում է եւ նկարահանում է պրոգոմեջ։ Это հակած, տարազնի, ոսկեղենի, արծաթնի։ Ալամ աշխատենեմ, մալադեց։ Հետո, ինչ պիտի աներ ընկեր Սիրուշոն։ Ընկեր Սիրուշը։ Սիրուշը պիտի գալ, դրամապանակը բացեր, փողը տար, ասել, շնորհակալություն եւ գովազդաներ ասել, խնդրեմ, Արծրուն Բերբերյանի զարդերնի։ Բաց։ Քանի որ Սիրուշ, տաղանդավոր Սիրուշ։ Գալիս է դու, փռվում է դիվանի վրան։ Լովիկ, խալադենիկը բաց, կիվի հյութ։ Լովիկ ես խալադենիկը բացեմ կիվի հյութը տալեմ է, սարը։ Բելեմ ադե Սիրուշն շպիտի հելի նստի, իքն առածին ապրոն, իքը չի գարա բելա երես հտենա։ Կիվին խմեմ է, ու Սիրուշս մտացեմ է, ասում է հլը կայնիկ։ Ես պրեզիդենտի հարս, ունեմ մուսկուլավոր մարդ, կիսույս ես զզվում եմ, ունեմ ամեն ինչ, իշխանութին, վլաստ և ալը, ինչի պիտի ես, վարպետ Արծրուն Բերբերյանի աշխատանքները, ու միամիտ կնգա, ներողություն աղջկա, ներկայացնեմ ու մի հատ ռեկլամ անեմ, հլարավել ևս նրա փողը տամ։ Նկալեմ զանգամ Ռոբիկին։ Ասում է Ռոբերտ ձա, ես ուզում եմ քեզի տենամ։ Ռոբերտ ձան էլ համեստ մարդ, շատ համեստ, ասում է արի։ Քրիստիկը, չի, հերիք էլ քոնը տամ։ Նկալեմ Ռոբիկի ձեռը ու գալիս է Ռոբիկի մոտ։ Ասում է գիտես, էսի կլիպ էսի եւ այլ Բանը պարդում այդ սաղ, ասում է ես ուզում եմ այդ արեստանոց ունենամ։ Ռոբիկս է բավականին տաղանդավոր մարդ, իս ձեր զավթեն, վեկալեմ ադեղին հեռախոսը, քոչ է, ուրիշի, զանգամ ասում է գիտեք ինչ, մի բան արեք, այդ արեստանոցը մենք պետք է վերցնենք։ Ու սկսեմ են գալուց լուկավոր մարդիկ, մեկը մեկի հետևից այցելել Անահիտ Բերբերյանին։ Ու ասում են թիքին, քանի որ դուք ստեղ ապրում եք, ստեղ արարում եք, էսի պիտի տաս։ Ես մարդն ասում է շատ ներողություն, խոդ դուք բոզի տաղաչուք։ Ես իմ հոր աշխատանքն է եւ այլ, ինչի պիտի տամ։ Սկսվում է տերոր։ Բնականաբար, Տիկին Սիրուշը ոչ տրամապանակն է բացում, ոչ է զարդերի փողն է տալի, առավել ևս ինտերվյու է տալի, ու ասում է այդ սաղ զարդերի հեղինակը ես եմ։ Ես եմ գծագրե, ես եմ հորինե, այդ սաղ դիզայներական աշխատանքները իմ ֆիրմայինն է։ Տելեգրամ կանալում կտեղադրվի Սիրուշոյի ինտերվյուից հատված։ Առավել ևս YouTube-ում մի հատ տեսանյութ կա, թե ինչպես հին վանի գործիքներով այդ զարդերը սարքում են։ Այդ էլ ասեմ դու տեղադրել։ Բայց այդ նույն զարդերը, որը որ կախված է Սիրուշոյի բգին, նույնը կախված է եղել հանրահայտ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի վզից, որին անձամբ նվեր է տվել Արծրուն Բերբերյանը։ Եվ հիմա, ինչքան էլ ասեն լկտի սուտա, ես իմ ինչա ոչ մեկ չի կարայա դելոյով ինձ ապացուցի, որ Սիլվա Կապուտիկյանը և Սիրուշոն ապրել են միևնույն ժամանակահատվածում։ 60 թվին։ Խնդրեմ, լուսանկարները տելեգրամի մեջ։ Նույն զարդը նույն դիզայնով Սիլվա Կապուտիկյանի վզին, նույն զարդը նույն դիզայնով Սիրուշոյի վզին, բայց Սիրուշոն ասում է դրա եղնակը ես։ Ինչ Արծրուն, ոնց որ եկավ մտա Բելայի տունը քանդեց,
Բելալովո, ինքնավորոշը, նայեմ ես դեմքին բելինքի, պուշիստինքի, բայց որ մոտենամ ես գիշերվա ժամը 12-ից կես, դեմը դուրս հագալի մեր հարևան հրուշը։ Բերանը միջև ագաժները, առրքես սիրուշ։ Ագարկա, ոս հրասում էր հրուշը։ Լենուշկույ։ Խատրեմ, Ռոբիկ ձեր ընտանիքին բնորոշա կացելը, իտոգում, այդ խեշկինը, այդ արեստանոցը, ձերից խլում են, այս խեշկինը թողում գնում։ Եվ հիմա կոչվում է այդ արեստանոցը, ոնց հասկանում եմ, ես միգուցե սխալվում եմ, պրոգոմեշ։ Բա պրոգոմեշը ծծնի քեզ, այ աղջի, դու ես ինչ այլասերված ես, կեղծ հղիություն, կեղծ ծննդաբերություն, կեղծ տաղանդ, հիմա էլ կեղծ պրոգոմեշ, ես ինչ ես անում դու, այ աղջի, ստի չեմ գրեգ ես, հա, քո մոտ մի հատ բնորինակ բան կա, ամեն ինչը քո մոտ կեղծ է, այն մի հատ էլ բան կար, միհրաներ, ինչ էր, այն Մադոննայի հետ էր պարը, դրա հետ էր սիլիգի բիլիգի ալնը, դրան էր ասեմ երկես սիրեմ եմ, այն հարիվն էլ եկավ հասավ Հայաստան, բրնին ծասերին, տվին, ջարտին, տապին, ծախին, հանին սիկտիրարին գերած, բա ինչ էլ ավեց սերըդ, հա, լովիկն հա, ձեր ընտանիքում, այդ լովիկ երեսը չեմ ուզում տենամ, ես քեզ եմ հարց տալիս սիրուշ, ձեր ընտանիքում մի հատ օրիգինալ բան կա, բացի ստից, հա, դու ուշ, արծրում բերբերյանն ու, իս դու իս ինչ դասիրակություն է ստացի, աղջի, Այն Կարլոսի տղեն պիտի ոչ թե նիվով ոտիտ վրեն հլներ, այլ պիտի քո վրեն հլներ են օղոլ մացիկը, լղջեն ասներ, պրծնեիք մենք քեզնից։ Դլոտ ստեցուն շես տալամ ասում ես իմ դլոն արժանի չեն ստետենան, ես հղի եմ։ Այդ սաղ կեղծա։ Դեմ ես ուզում եմ լսեմ են Սիրուշոյի սպոնսորները, որոնք որ ասում են, Սիրուշոն ավելի հայտնի է, քան դու։ Բնականաբար։ Սիրուշոն հրել է Եվրովիզիոնը երկե, իբր թե, պրոգոմեշա տրծրե և ալն, թու ավելի հայտ ներնի, ով աբան ասե, մի հատ անասուն տավարիցավ բոզի տղա, ես չգիտեմ էդ բոզի տղեն ով էլ, բայց Վարդան Ղուկասյանը Սիրուշոյի նման կծող չի, բագազ, վեկալես, արեստանոցը դնե, ու գումարած դրան, հետն էլ սիստեմատիկաբար բերել է սիրիացի վարպետների, որոնք տնալով, ծանոթանալով աշխատանքները և այլն գողացել են այդ աշխատանքների դիզայնը բանը ու բերել են իրանք են սկսել արտադրել։ Դրան ով իսկ սննկացնելով վարի տալով, հələ մի հատ որ այդ YouTube-ի տեսանյութը որ կա այդ պրոգոմեշ, որտեղ երևում է բան, որ մարդու ձեռք էր, ով վարպետի ձեռք էր բանը, հələ մի հատ այդ դախլը, մախլը նայեք, այդ ռնդան, մնդան, ինչքան հին են այդ գործիքները։ Այդ գործիքները, այդ ամեն ինչը Սուզան Մարգարյանը իա դլոյով էր բերել, հա, որ դու էլ տենց նստար, քո տգետ հալով, մտածեցիր է դիզայնը և արաբը սարքի, դզիր, փչիր բան գծագեցիր և ներկայացում ես որպես քո աշխատանք։ Ոնց որ ուրիշի հղիություն է, ուրիշի բջին ներկայացնում եք որպես ձեր հղիություն։ Աղջի, եկնային գրասենյակում սենց երևույթ կա, հիմա որ եսի մերն է Սիրուշը պիտի գա ձեր մոտ, եթե դու սրան ընդունել ես, սրա հետ միասին մոլմաշ, լսար, տականք, խտրեմ, այսպիսի ընտանիք հա այս ընտանիքը, գողցող, կացող, պաստերով, ամեն ինչ պաստերով, իա ինտերվյուն, այդ նույն զարդերը, կարը, 50-60 թվին նկարա, դրած ալ մի պետերամ դրին արդեն։ Մի վարկյան, ինձ հետ արկիր էլի։ Արդեն տելեգրամ դրացա, խտրեմ, մտեք և մեր բանում տելեգրամում նայեք։ Վերնագիրը Սիրուշոն գողացել է Արծրում Բերբերյանի հեղինակային իրավունքները և գործերը, նյութը սարքած և տեղադրված։ Մտեք նայեք, որ չասեն լետիս ու դա։
Այո։ Ես դե միացավ։ Անամոտ։ Իհարկե ասեն անամոտ, այդ գեղեցիկ դեմքի ժպիտը, այդ քո սփաթը։ Դու եթե չկարացար բելայի նման, չափված, ձևված, բարոյականության մարմնավորում կնգա հե։ Ես գիտեմ խեմ ասեմ Ռոբիկ։ Դու եթե չես գիտակցում, ես քեզ ասեմ, ես խեմ քո կնգան հարգեմ։ Դու քո կնգա եք ծանոթացել ես հիվանդանոցում։ Ճիշտ է։ Ահա։ Ինչի համար Սեթոյի շուրջ է խնդիրը։ Տես, գույնը փոխվավ։ Միզա։ Ես արդեն գիտեմ։ Դրա համար ես կնգան հարգում եմ։ Ինչ ուզում ալնի։ Ես բելային հարգում եմ, վերջ։ Ով ինչ ուզում ասի։ Ու եթե ես կնգան նման կնգա հետ, քո ագարկա հարցը մտել է կոնֆլիկտի մեջ, բելան ծրի խնամիներն ուտեն։ Դիգին բելա ես քեզ խնդրում եմ։ Ուրեմն սառնարանը դրացակ լոբի։ Այ կնիկ իրոք հելի կեջ չէ դու չէ շուշո։ Այդքան քեզի հարգում եմ։ Աղջի հելի խլադենիքի մեջ բան կա դրած, հելի մի հատ բաց։ Հələ դրա հետևը հələ մի հատ ապրես։ Հələ հետևի կասուկ են կա, հələ մի հատ հետևը նայ։ Հիմա հետիվ է կա, դի գազի վրեն։ Դի գազի վրեն տաքսը մի քիչ աղավելացրա մեջը խառնի, կայլի կողը տես լավ խառնի, էլ ամանը։ Կլացես կուտես, արդեն մնացածը գիտես ինչ ես անում։ Անպայման, համովա, շատ համով բանասարքած, լոբով։ Սաղ կասուկ է կուտես։ Հա, լարիվ, կեր։ Ես քո տեղը կանեմ, հեսա շուշոս ուտի պրծնի, Սևերնի տուրեցկի պատոկ բացա թողելու խնամիների ու սիրուշի բեյնի մեջ, անենց հա թողելու, որ սաղ ձմեր գազի կարի չես գալ։ Կասես, գեն մարդկային կնգա հետ, որ քո նման ագարկ են, յոլա չէ տապել ինչ ես ուզում։ Ես քեզ հարգում եմ այ կնիկ։ Всё, հարգելի ժողովուրդ, մտեք, հիացեք, ընկեր Սիրուշու, կամ Տիգի Սիրուշի հերթական ագարտությամբ։ Ասում է, պրոգոմե շեյնը, ես նստեմ